Հենրի, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, Գյումրիում խաղալը միշտ էլ բարդ է, բայց ինչ դժվարությունների հանդիպես թիմը ու ինչպես կարողացաք հաղթահարել այդ ամենը։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մենք սպասում էինք, գիտակցում էինք, որ դժվար է լինելու։ Բացի այն, որ Գյումրիում ենք խաղում, վերջին 10 հանդիպումը շատ դժվար է տրվելու, ամեն 3 միավորը շատ կարևոր է ու լարվածությունը իհարկե ինչ որ չափով կա, որովհետև մենք ցանկանում ենք դառնալ չեմպիոն եւ յուրաքանչյուր խաղի ձգտում ենք հաղթել։ Այսօր նաև Փյունիկի ծննդյան 34-ամյակներ, լավ նվեր էր։ Իհարկե պատրաստվել էինք։ Անցկացրեցիր քո 100-րդ հանդիպումը Fastex Premier League-ում, ինչ կասես այդ ամենի մասին։ Շատ ուրախ եմ, իմ համար դա մեծ ձեռքբերում է։ Ես իհարկե 100 կա դիտողները նայեն ասեն դե 100 հանդիպում ինչ է, բայց իմ համար մեծ ձեռքբերում է, որտեղ երբ որ ես երեխա էի, երբ որ տրիբունաներից էի նայում բարձրագույն խմբի հանդիպումները, երազանք կար գոնե մեկ հանդիպում անցկացնել, իսկ հիմա 100-ն եմ անցկացնում։ Շատ ուրախ եմ նաև, որ Փյունիկի մարզաշապիկով եմ անցկացնում այդ 100-րդ հանդիպումը։ Եվ առաջիկայում Արարատ Արմենիայի դեմ է հանդիպումը, արդյոք թիմի միտքը ու պատրամադրվածությունն արդեն առաջիկա խաղին է։ Միանշանակ, ամեն հաղթանակից հետո մենք միանգամից մոռանում ենք ամեն ինչ, սկսում ենք նոր էջից, նոր տողից, այնպես որ առաջ Փյունիկ։ Շնորհակալ եմ։